Բարև ձեզ, մարտի 8-յան տոնական թողարկումով հրապարակումն է եթերում։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Համայնքապետը Հյուսիսից 26 բնակավայր միավորող Ամասյան ղեկավարում է Ջեմմա Հարությունյանը։ Պաշտպանության ինչ միջոցներ է ձեռնարկում պետությունը բռնության ենթարկված կանանց համար, հարցազրույց տաղավարում։ Ժպիտի մոգական ուժը, որը տարիք չի ճանաչում, կանայք շուրջօրյա խնամքի կենտրոնից իրենց երազանքների մասին։ Եվ տեղնարև թխուկներ բանասեր բիզնես լեդիից, որ կաշառում են աչքն ու քիմքը, փոխանցում տրամադրություն։ Հայաստանի բնակչության 53%-ը կանայք են, 1,571,000 մարդ։ Նրանցից սակայն միայն 4-ն է համայնք ղեկավարում, Էջմիածնում, Բերդում, Վերին ու Ամասիայում։ Այս կանայք անշուշտ չէին հասնի այս պաշտոնին առանց համառ աշխատանքի ու հաջողելու ձգտման։ Չի բացառվում, որ նպատակին հասնելու համար նրանք ստիպված են եղել տղամարդկանց հետ առնվազն հավասար վազել, գուցե բարձրակրունկներով։ Վիճակագրությունն իհարկե չոր է այս դեպքում նաև խիստ, բայց նաև փաստ է։ Հայաստանի գյուղերում ու քաղաքներում շատ ավելի շատ են իգական սերիային ներկայացուցիչներն, ովքեր իրենց կարողություններն անկախ պաշտոնից անմնացորդ ներդնում են իրենց համայնքի զարգացման համար։ Ձմեռները կտրող սառը, ամառներն էլ կարճ են Հայաստանի հյուսիսում։ Հանրապետության ամենացուրտ բնակավայրը Պաղակն, որտեղ մինչև -46 ջերմաստիճանը կարող է իջնել, հենց Ամասիայի շրջանում է։ Բայց տարածքի հետ էներգետիկ կապը երբ կա, զգացողությունները ջերմացնող են միայն։ Ամասյան ամենատակ եւ ամենագեղեցիկ վայրն է։ Ջեմմա Հարությունյանն Ամասիայում է ծնվել, մանկապարտեզ դպրոց հաճախել, ուսանողական տարիներն են Երևանում անցել, մայրաքաղաքում կյանքը շարունակելու հնարավորություն էլ կար, բայց ծննդավայր հասցեն հաղթեց, ետ կանչեց ու վերջնական։ Կայտակությանը չենք ենթարկվել, եւ ցանկություն չի եղել տեղափոխվել այնտեղ ապրելու եւ աշխատելու։ Համայնքի կենտրոնական շենքը դեռ նախորդ դարից աշխատանքային հասց է, առ հիմա պոլիտեխնիկականն ավարտած մասնագիտությամբ հիդրոշինարար մասնագետը կարիերան սկսելով Ամասիայի ջրային տնտեսությունում որպես ինժեներ, ժամանակ անց արդեն ղեկավար պաշտոնի էր։ Այս աշխատասենյակում ես երկար ժամանակ աշխատել եմ 80-ական թվականներին, եղել եմ գործկոմի նախագահի տեղակալ եւ այսօր այս կաբինետից այնտեղ ընդամենը մեկ միջանցք է մեզ բաժանում։ 2016 թվականից Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար եմ։ 19 բնակավայր միավորող խոշորացված համայնք ղեկավարելը հեշտ չէ, բայց փորձառությունն է օգնում։ 80-ականներին, երբ գործկոմի նախագահի տեղակալ ընտրվեց, ընդամենը 28 տարեկան էր։ Ամենաերիտասարդը գործընկերներից, հիմա ամենաավագն է, բայց գործին մոտենում է նույն եռանդով։ Ունիկալ հիշողություն ունեմ, աշխատանքի նկատմամբ մեծ ներվիրվածություն եւ մեծ պատասխանատվություն, որը օգնում է, որ ես կարողանամ այս մեծ համայնքը ղեկավարել։ Այցերը բնակավայրեր անընդհատ են, ղեկավար աշխատակազմի հետ խորհրդակցությունները ամիսը 2 անգամ, գործերի ընթացքն ամփոփելու, նոր հանձնարարականներ տալու, երբ պետք է արտահերթ են նաև հավաքվում։ Անհանգստացնող հարցեր չունենք, եթե չունենք 10 օրից մեկ նորից կհավաքվենք։ Գործում խստապահանջ կին ղեկավարը տան արդեն հոգատար տատիկ է, կին մայր սկեսուր։ 3 կանձերն են իմ։ Չնայած աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկին, տիկին Ջեմման տան տնտեսության գործերից իրեն հեռու չի պահում, խոհանոցը սիրել է միշտ ու հիմա էլ սիրով է մտնում։ Շիրակյան ավանդույթներ կան, որոնց մասին հիմա ժպիտով է հիշում լավ հարսնացուն, բացի կրթված լինելուց 2 բան էլ կար, որ պիտի լավ աներ՝ մաքուր ճեպճերմակ լվացք ու համեղ պատրաստել։ Կեսուրը ապրել է 90 տարի, մինչև վերջ միայն իմ թխած տորտը պետք է ուտեր։ Տանեցիներին համեղ կերակրելու պատրաստակամությունը միշտ իր հետ է, անփոփոխ, խոհանոցահարսի հետ կիսում են հավասար, հաշտ ու բալանսավորված։ Քանի որ Սեդան նաև ուսանող է, փորձում է հիմա ավելի օգնել, որ դասերի համար շատ ժամանակ ունենա։ 6:30 արթնանում եմ, ընդմիջման եւ ժամը 6-ի համար էլ ես պատրաստում եմ, որտեղ կարող է այնպես լինել, ես աշխատանքից շատ ուշ վերադառնամ։ Բնամթերքներն էլ, որ օգտագործում են, հիմնականում տնական են, իրենց աճեցրածը, հավաքածը, մսեղենը ընտանեկան ֆերմայից է, արիշտան իրենց արտիցորենից, դե իսկ կանաչեղենը ալպիական դաշտերից են միշտ հավաքում։ Եվ հիմա շանսը կապակեմ ձեր համար։ Աշխատավայրում միայն աշխատանքային մտքերով, բայց ահա տանը միայն տնային գործերով չի ստացվում։ Քանի որ համայնքը մեծ է, նամակ դիմումներն էլ քաղաքացիներից շատ նաև տանն է գործնական հարցերով զբաղվում։ Գյուղ համայնք ղեկավարելը թե տղամարդու գործ է, դեռ տասնամյակներ առաջ է իրենց տարածաշրջանում որպես կարծրատիպ
կոտրել հենց իր օրինակով։ Մի բնորոշում էլ կա, որ մերժում է կտրուկ, թե կինը թույլ սեռ է։ Կինը եթե թույլ սեռ լիներ, միայն ընտանիքով կզբաղվեր, բայց այսօրվա մեր գյուղի կանայք եւ տունն են աշխատում, զբաղվում են իրենց օժանդակ տնտեսություններով եւ բանջարանոցային աշխատանքներ են կատարում եւ երեխաներին են դաստիարակում։ Ու ամենակարևորը, երբ կինը գնահատված է ու իր ընտրած գործով է զբաղվում, հոգնություն էլ չի զգում։ 1973-ից սկսած ուղիղ 52 տարվա ընթացքում միայն մեկ անգամ 4 ամիս ընդամենը Ջեմա Հարությունյանը գործի չի գնացել, երբ երեխայի խնամքի արձակուրդում էր։ 115 տարի առաջ մարտի 8-ը հռչակվեց որպես կանանց իրավունքների պաշտպանության օր, սակայն մինչև հիմա էլ սեռով պայմանավորված վատ վերաբերմունքի դրսևորումներ, խտրական վերաբերմունք արձանագրվում է, պաշտպանության ինչ ծրագրեր է առաջարկում պետությունը, խոսելու ենք տաղավարում, այստեղ է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը։ Տիկին Ստեփանյան, ընդհանրապես ընտանեկան բռնության, կենցաղային բռնության մասին օրենքներում սեռերի բաշխվածություն չկա, սակայն հասկանալիորեն հանրության շրջանում հիմնականում քննարկվում են կանանց մասին տեղեկատվությունները, ինչ է անում ընդհանրապես պետությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց աջակցելու համար։ Իրավահավասարության տեսանկյունից, թե սահմանադրության մեջ եւ թե մեր կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին օրենքում մենք նորմատիվ ակտերում ամեն ինչ պատշաճ շարադրել ենք ժամանակին եւ կիրառում ենք։ Այնուամենայնիվ մենք այսօր ստիպված ենք 2025 թվականին դեռևս անդրադառնալ այս հարցին եւ այո ճիշտ է կրկնակի խոցելի են կանայք եւ մեր ցուցանիշներն ու թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում բացահայտված եւ բարձրաձայնած դեպքերի 98-99% վերաբերում են կանանց։ Մենք ունենք այդ թվում նաեւ ընտանեկան բռնության դեպքեր արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ, բայց դրանք թվային ցուցանիշներով խիստ փոքր են, այստեղ էլ գուցե չեն հաղորդվում եւ չեն ներկայացվում, ելի կարծրատիպերով պայմանավորված։ Ինչ ունի պետությունը այս առումով որպես ծառայություններ, ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը ընդունվել է 2017 թվականին, ուժի մեջ մտել 2018-ից, բոլորովին վերջերս 2024 թվականի հուլիսի 1-ից այս օրենքը նոր անվանվամբ ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման մասին օրենք, կարճ ենք անվանում իրեն, ուժի մեջ մտավ հաշվի առնելով 5 նախորդ տարիների իրավակիրառ պրակտիկան եւ ի հայտ եկած խնդիրները, սկսած շատ տեխնիկական, այդ թվում նաեւ բովանդակային խմբագրումներով, եւ սա նշանակում է, որ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը որպես լիազոր մարմին մեծ աշխատանք իրականացրեց, նաև ենթաօրենսդրական ակտերի մակարդակում ծառայություններին վերաբերելի կտորը խմբագրելու, նորովի շարադրելու, նոր որոշակի չափորոշիչներ սահմանելու համար։ Օրինակ, մենք արդեն իսկ վերջին 10 իրավական ակտերը հաստատեցինք, ունենք դրանով ապաստարանի ծառայություններին վերաբերելի չափորոշիչների հաստատում, ունենք տվյալ ոլորտում աշխատող սոցիալական աշխատողների վերապատրաստման հարթուկ արդեն կարգ, ունենք բռնության դեպքերի ուղղորդման, դեպքերի մոնիտորինգի կարգեր սահմանված, ունենք դրամական աջակցության իրավական ակտը, որտեղ սահմանում ենք մեկանգամյա վճարը որպես հրատապ աջակցություն եւ դրա արդեն տարբերակումը կախված նրանից, թե ընտանեկան բռնության զոհը արդյոք իր խնամքին ունի խնամարկյալներ եւ այլն։ Ունենք նաեւ ընտանեկան բռնության դեպքերի հաշվառման հարթակը, կենտրոնացած հաշվառում ենք այսուհետ իրականացնելու նոր տեխնոլոգիաների հիմնադրամը, աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ստեղծեց բռնության հաշվառման հարթակ դեպքերի, որտեղ քննչական մարմինները, դատախազությունը, այդ թվում նաեւ դաշտում հավաստագրված հասարակական կազմակերպությունները այսուհետ թվային շտեմարանների տրամաբանությամբ հավաքագրելու են տվյալները, որոնք մեզ հնարավորություն կտան, ինչու՞ չէ նաև քաղաքականությունները մշակելիս հաշվի առնել շատ տարբեր մանրամասներ, մարզ առ մարզ, համայնք առ համայնք, որովհետև ընտանեկան բռնության դեպքերը միայն բացահայտել եւ դրա հետ աշխատելը բավարար չէ, պետք է բավարար միջոցներ նաև ներդնել դրանք կանխարգելելու եւ կրկնման ռիսկը կանխարգելելու համար։ Այնուամենայնիվ, քանի փաստարկված դեպքեր ունենք այս պահի դրությամբ նույն այդ հարթակում արձանագրված եւ դիմելիությունը կոնկրետ ձեր ծառայություններին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող ծառայություններին փոխվել է, զգում եք տարբերություն։
Նախ ասենք, որ այս ծառայությունները բոլորովին վերջերս են ստեղծվել 2020 թվականից։ Դրանք պատվիրակվում են հասարակական կազմակերպություններին, որոնք սահմանված կարգով հավաստագրվում են Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Մենք բոլոր մարզերում եւ Երևանում ունենք հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են ընտանեկան բռնության զոհերի եւ հավանական զոհերի հետ։ Նրանց տրամադրում են սոցիալ վերականգնողական, հոգեբանական, իրավաբանի աջակցություն ըստ անհրաժեշտության եւ շուրջօրյա թեժ գիծ ունեն։ Այսինքն այս պարագայում նախարարությունը պատվիրակում է որոշակի գործառույթներ կոնկրետ կազմակերպություն։ Այո, ունենք երկու ապաստարան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, որտեղ երբ որոշակի պայմաններից դրդված արդեն ներքին գործերի նախարարության աշխատակիցները ընտանեկան բռնության զոհին որոշում են կայացնում հեռացնել տնից կամ նրա բնակության վայրից եւ պետք է գաղտնի ապաստարանում նրան որոշակի ժամկետով կեցություն ապահովեն, ապա այստեղ աջակցության է գալիս ապաստարանի ծառայությունը։ Ասեմ, որ վերջին տարիներին, օրինակ նախորդ տարի մենք ունեցել ենք 1927 շահառու, ովքեր դիմել են բոլոր 10 մարզային կազմակերպություններին եւ ծառայություն են ստացել ամենատարբեր գնահատված կարիքների հիմքով։ 99% անգամ չեմ վարանի ասել կանայք են, բնականաբար կանանց հետ լինում են նաեւ երեխաներ, որոնք ըստ նոր օրենսդրության իդեպ ականատես են եւ համարվում են ընտանեկան բռնության զոհ եւ նրանց եւս մատուցվում են այդ ծառայությունները։ Գիտեմ, որ վերջերս կառավարությունը ռեաբիլիտացիոն ծառայությունների մեխանիզմ է առաջարկում նաեւ բռնարարների համար։ Ինչու որոշվեց այսպիսի քայլ անել եւ ընդհանրապես ինչ եք կարծում սա որքանով կաշխատի հայ հասարակության մեջ։ Նախ ասեմ, որ մենք շատ երկար ուսումնասիրել ենք նաև այլ վերաբերելի երկրների փորձ, ուսումնասիրել ենք այն երկրների փորձը, որոնք ունեն համանման օրենսդրական դաշտ եւ այդ թվում նաև համանման, այսպես ասեմ, սոցիալ-կենցաղային հարաբերություններ եւ միջավայր եւ ռեաբիլիտացիան բռնարարք գործադրած անձանց մասով գործում է գրեթե բոլոր երկրներում։ Այն որոշ դեպքերում գործում է հենց համայնքի թիմ մակարդակում, մյուս դեպքերում դա ուղիղ էլի մեզ նման պատվիրակվում է, արտապատվիրակվում է հասարակական կազմակերպություններին եւ կամ պետության ուղիղ, այսպես ասեմ, ստեղծած պոակների կամ այլ ծառայությունների միջոցով է իրականացվում։ Պետք է նաեւ ասեմ, որ այս դրույթը իրականում օրենքում 2017-18 թվականից եղել է գրած, ուղղակի ինքը վերաձևակերպեց եւ շատ ավելի հստակ սահմանվեցին դերերը եւ լիազորությունները եւ բռնարարք գործադած անձանց ռեաբիլիտացման կարգը մենք կկիրարկենք 2026 թվականից։ Մինչ այդ հիմա 25 թվականը օգտագործում ենք բոլոր նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար, ովքեր են այս ծառայության հնարավոր շրջանակը, դրանք այն մարդիկ են, այն քաղաքացիներն են, ում նկատմամբ ներքին գործերի նախարարությունը նախազգուշացում կիրառած կլինի, իսկ նախազգուշացում կիրառում են այն դեպքում, երբ բռնությունը գործադրվում է առաջին անգամ եւ մյուս դեպքերում արդեն երբ դատարանը կկայացնի պաշտպանական որոշում զոհի համար եւ այդ դեպքում դատական ակտով կսահմանվի, որ բռնարարք գործադրած անձը պարտավոր է անցնել ռեաբիլիտացիա։ Մենք շատ երկար ենք քննարկել եւ ոլորտային էքսպերտների հետ եւ որոշեցինք, որ դեռևս պետք է կամավոր սկզբունքով միանան քաղաքացիները այս ծրագրին, որովհետեւ այնպիսի այսպես ասեմ, իրավիճակ լատենտություն, ինչպիսիք իրանցից պարունակում են թե ընտանեկան բռնությունը, թե թրաֆիքինգը եւ թե բռնարարք գործադրածին դեպի վերասոցիալականացում տանելը, պատշաճ եւ մարդու այսպես ասեմ, կամավոր համաձայնությունն են պահանջում։ Մենք լիահույս ենք, որ շատ կարևոր քայլ ենք ամեն դեպքում արել, հիմքերն ենք ստեղծել, գտնում ենք, որ բռնարարք գործադրած անձանց հետ աշխատանքը այդչափ կարևոր է, որքան որ կարևոր է արդեն բռնության զոհերի վերասոցիալականացումը, որովհետև պատշաճ թիրախավորումը եւ ճիշտ աշխատանքը կարող են հանգեցնել նրան, որ բռնարարքը այլևս չկրկնվի։ Առնվազն դեպքերի կրկնություն չենք ունենա։ Տիկին Ստեփանյան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Իսկ ինչ են ուզում կանայք։ Գրեթե միշտ ձևակերպել են նույնաբովանդակ հարցեր, բայց վստահաբար միշտ պատասխանները եղել ու շարունակում են լինել խիստ տարբեր։ Անկախ սեռից բոլորս ենք տարբեր։ Մեր նպատակներով, ցանկություններով, կարողություններով, մեր ցանկությունների վրա ուղիղ ազդեցություն ունեն փորձը, կրթությունը, մշակույթը, շրջապատը։ Կան կանայք, որոնք ուզում են պարզ երջանկություն, կայուն հարաբերություններ, առողջություն, նաև աշխատանքային առաջընթաց, բայց նաև կան ազատության, ինքնադրսևորման ձգտողներ։ Կանանց տոնը հրաշալի առիթ ու հնարավորություն էր խնամքի շուրջօրյա հաստատություններում բնակվող մեր ավագ սերնդի տիկնանց հետ հանդիպելու, զրուցելու համար։
Շատ բարև ձեզ։ Բարև ձեզ, հավեցեք։ Ծաղիկներ ստանալն ասում են հաճելի է, բայց հաղթանակ խնամքի շուրջօրյա կենտրոնում ուրախ են ցանկացած հյուրի, թեկուզ դատարկաձառն։ Ստիպում են զգալ ինչպես տանը, հյուրասիրությունը պարտադիր է։ Քավարցենք, հարցեցինք, մենք սիրում ենք համ հյուրասիրել, հյուրասիրվել, գնալ, գալ, շփվել մարդկանց հետ, բայց բարի մարդկանց հետ։ Բարությունը բացահայտում են միանգամից 6-րդ զգայարանով։ Կենսափորձն ու թիկունքում 30 տարվա աշխատանքային ստաժը, բնույթը ամենօրյա շփում տարբեր մարդկանց հետ բավարար հմտություն տվել է։ Անանիկյանի մոտ եմ աշխատել, պրոֆեսոր Անանիկյանի վիրաբուժական բաժանմունքում ստաժի մեծիստրոյ։ Ծերության տարիներին ամենատարբեր պատճառներով հարազատներից հեռու ապրելը հեշտ չէ, բայց տարեկից բախտակից մարդկանց միջավայրում իրավիճակն ավելի թեթև է դառնում։ Ես խնդրում եմ մի հատ բաժակ բերեք, որովհետև 2 բաժակ ունենք։ Պարոն Մկրտչյան, համեցեք սուրճի։ Դառն եք խմում, քաղցր եք խմում, ոնց եք խմում։ Միշտ իրար օգնում եք։ Հա, անպայման։ Առօրյան սովորականի պես նոր ընկերներ են ձեռք բերում, հարազատանում ու արդեն պարտադիր է դարձել ամսվա մեջ 1-2 անգամ թատրոն համերգասրահ գնալը։ Տակ ամիսներին անցուդարձը շատ ավելի թեժ է։ Դե հիմա ծմերը այդքան էլ ասենք դուրս ուներ չանեն, որ չի վանդանան խնամյալները բան, սեյվան են գնում քանի անգամ, աշտարակիցոր։ Այստեղի հնաբնակներից է Ժենիա Հարությունյանը, գրեթե 15 տարի հաղթանակը տուն է։ Կյանքում շատ բան տեսած այս կինը ժամանակի հետ հասկացել է ինչն է կարևոր եւ որը խաբուսիկ։ Սովորել է ձևին չվստահել, գնահատել իսկական անկեղծ մղումները։ Ծաղիկը ծաղիկագույնը կապ չունի։ Իսկ գույրը։ Գույրը կապ ունի։ Կարողա փոքր մանուշակը ինչ անուշ գույր ունի։ Իսկ ինչ է ուզում կինը, սեր տալ ստանալուց բացի կարևոր միավորող ցանկություն էլ ունեն այստեղի բնակիչները։ Խաղաղություն են ուզում, կանայք, խաղաղություն են ուզում, որ մեր տղաները, մեր երեխաները, մեր զավակները կապ չունի, որ ասենք իմ տղան չի, ասենք ձեր տղան է։ Ինչ կապ ունի, իմ համար է գնում, չէ։ Տարեցների շուրջօրյա խնամքի հաղթանակ կենտրոնում սենյակ տնտեսությունները շատ են։ Տղամարդկանցից բացի 134 կին է բնակվում այստեղ։ Խաղալիքները ումն են, տիկին սաթելիկ։ Իմն են, սախիմն են։ Մի հատ քույրիկ ունեք ինքնաբերել։ Հիմա դուք մեզի թեկուզ ծիծաղով բարև տակ։ Մեզ համար մեծ առավելություն է։ Ինչպես իրենք են ասում, մեծանալու հետ մանկացածները ուրախանում են ամեն մի չնչին բանից։ Կյանքի փոքրիկ ուրախություններ, որ հատկապես ջերմացնում են մեծ տարիքում։ Հայաստանում զբաղվածների կազմում կանանց մասնաբաժինը 46.2% է։ Ընդհանրապես աշխատանքային տարիքի կանանց միայն 38.4%-ն է զբաղված, այնինչ մասնագիտական պոտենցիալ ունեն շատ ավելի շատերը։ Աշխատանքի անցնելու որոշումը խիստ անհատական է, չաշխատողներն էլ իրենց պատճառներն ունեն։ Մեզանում քիչ չեն նաև կանայք, ովքեր որոշում են աշխատել ոչ թե որևէ կազմակերպությունում, այլ դառնալ բիզնես լեդի։ Բիզնեսի համար մտքեր, գաղափարներ կարող են գալ ամենատարբեր իրավիճակներից, շատ հաճախ նույնիսկ աներևակայելի եւ այսպես 37 կիլոգրամանոց նվեր ստացած դդումը բանասեր Հասմիկ Ավետիսյանի համար սեփական յուրօրինակ գործը սկսելու առիթ դարձավ։ Ծանր կիլոգրամները սպառելու փորձարկումները վերածվեցին դեղնարև խմորի բաղադրատոմսի ու Հասմիկի հեղինակած դդմաշկիները ամենատարբեր միջուկներով կարկանդակները շատ արագ սիրելի դարձան համտեսողներին։ Կոկիկ տեսքով օգտակար այս ուտեստները բացի աչքն ու քիմքը կաշառելուց նաև տրամադրություն են փոխանցում մարդկանց ժպիտ պարգևում առնվազն։ Լուսադեմին գալիս եմ այստեղ եւ սկսվում է մենամարտը դդումների հետ։ Վերջին 5 տարին իմ օրը սկսվում է լուսաբացին, դդմի հետ, դդմագույն, անկախ տարվա եղանակից։ Ամեն տարի ազգականներով մենք հավաքվում ենք տատիկիս պապիկիս գյուղում դդմաշենում, հերթական հավաքի ժամանակ ազգականներից մեկը որոշեց, որ ինձ ու աղջիկներից մեծ դդում պիտի նվիրի։ Ու դդումն էլ ահռելի մեծ, 37 կիլոգրամ։ Ես էլ չհրաժարվեցի, սկզբում որպես տան դեկոր օգտագործեցինք իրեն։ Վերջը աղջիկս ասեց կլինի այս դդումը մի բան անենք, ասեցի շատ լավ։ Համացանցում փորփրեցի, տարբեր բաղադրատոմսեր հանեցի, սարքեցի, կերանք, չհավանեցինք, թափեցինք։ Վերջին 1 կիլոգրամով
Մեկ էլ ասեցի, ես անընդհատ նույն գործողությունը անում եմ ու ուզում եմ ուրիշ արդյունք ստանամ։ Ես ինչի եմ անընդհատ շաքարավազ ավելացնում, երբ որ այդ շաքարավազի համը մեզ դուր չի գալիս։ Ու գիշերվա կեսին վեր կացա, խմոր արեցի առանց շաքարավազի։ Առավոտյան արթնացա, սառնանում ինչքան միջուկ ունենք, բրոկոլիից սկսած, եգիպտացորենի պահածոից դուրս եկած, այդ բոլոր միջուկ դարձան, կերանք։ Իրականում այդ տարի նոր տարուն եղավ դդմաշկի կարևոր գլխավոր համտեսը, որովհետև նոր տարուն լիքը հյուրեր ունենք, ու մենք ոչինչ չէինք պատրաստել, միայն դդմաշկի տեսականին էր։ Հյուրերը արդեն երբ որ հավանել էին, ոգևորված աղջիկս ասաց. «Միգուցե դդմաշկին մի օր բիզնես դառնա»։ Խնդրեմ, ձեր հդման ապրեք։ Քովիդի ժամանակ էր, որ որոշեցինք դդմաշկի բիզնես սարքել, ու մամային առաջարկեցի օնլայն վաճառել դդմաշկիները։ Մաման ասաց՝ «Քշվել ես, ով օնլայն տան արտադրանք կառնի»։ Մաման շատ թերահավատորեն էր մոտենում։ Սկսեցինք էջում նկարներ գցել։ Առաջին առաքումը ես եմ տարել, մամայի հետ գնացինք։ Մաման, որ պատվեր էր լինում, անընդհատ սպասում էր հետադարձ կապի։ Ես իրեն ասում եմ, որ տենց չի լինում, առավել եւս սնունդի դեպքում, նենց չի, որ միշտ պատվիրելուց հետո մարդիկ հետադարձ կապի են դուրս գալիս։ Ու մաման այդպես 3-4 ժամ այսպես լավ նստում էր, ասում էր, եթե չեն գրել, ուրեմն չհավանեցին, եթե չեն զանգել, ուրեմն չհավանեցին, բայց հետաքրքիրն է, որ մեր հաճախորդների դեպքում իրանք շատ բաց են ու միշտ հետադարձ կապ են տալիս, եւ դա մամային ողջևորում եմ։ Բայց սիրուն մասնագիտությամբ բանասեր եմ, բայց ընդամենը 4 տարի եմ աշխատել իմ մասնագիտությամբ։ Հետո շատ պատահական հայտնվեցի ամերիկյան մի ընկերությունում, որ կոսմետիկայի վաճառքներով էր զբաղվում եւ այդտեղ գեղեցկության խորհրդատու էի։ Բոլորը սովորեին ինձ տեսնել միշտ հարդարված, սուկված արդարված, կրունկներով, ու հիմա բոլորի համար անսովոր է, երբ որ ես sense այրվածքներով ձեռքերով, եղունգներ շատ կարճ կտրած, բայց ինձ այդ կերպարը ավելի հոգեհարազատ է։ Դդմաշկի տեսլականը ինձ համար ասոցացվում է մի հատ մեծ փազլի հետ։ Այս փոքրիկ թխարան այդ փազլի 2 կտորը ընդամենը որ միացրած է։ Այս տարի ամռանը, երբ որ հերթական անգամ դդմաշեն էի գնացել, այդտեղ միջև այս դդմաշկի պատմությունը տենց առանձնապես դդմի մշակմամբ չէին զբաղվում։ Ապշել էի ուղակի, երբ որ տեսա, թե ինչ դդումների տեսականի աճում այնտեղ այգիներում ու մարդիկ ինչ խնամքով, ինչ սիրուն, ինչ սիրով մշակում են։ Ու ես հասկացա, որ դդմաշենում ինչ որ մի բան պիտի արվի անպայման, մանավանդ որ գյուղացիներից մեկը կատակեց, ասեց տարիներ շարունակ պայքարեցինք, որ այս գյուղի անունը դդումի հետ կապ չունի, մի դդմի զարկով ամեն ինչ հոխվեց։ Դդմաշկին դդմաշենում թափ կհավաքի մեծ սեր կա այդ գյուղում, որը սպասում է, որ մենք գնանք վերցնենք։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում Arm Go Veg-ում, իսկ եթերային մեր հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։